Այսքան ժամանակ համեստություն եմ արել, բայց հիմա հատուկ ուզում եմ ասել, բոլոր տեխնացուների մեջ բոլորին վերցրեք, ոչ մեկ չունի այն փորձը ու այն աշխատանքային փորձը, այն անցած ճանապարհը, որ ես ունեմ։ Ես աշխատել եմ պետական մարմիններում, ամենաբարձր, աշխատել եմ հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում, Հայաստանից դուրս գրեթե բոլոր մայրցամաքներում ես աշխատել եմ։ Ես պատկերացնում եմ ինչպես են պետությունները ձախողում ու ոտքի ինչպես պետք է կանգնացնել ու այո չկա որևէ ծրագիր հələ մի հատ տեսեք ես բոլոր տեխնացուների մեջ հետեւալ առանց անձնական վիրավորանքների կոնկրետ փաստով ասում եմ մի հատ ցույց տվեք հələ ով է պետական գործի եղել ու ծրագիր առանց ձախողելու ծրագրեր իրականացրել կամ պետական գործի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել կամ աշխատել եմ պետական պաշտոնյա, ամբողջությամբ ձախողել են ամեն ինչ։ Ես մատս ինչին դրել եմ, միշտ այդպես է եղել, ինչին մատս կպել եմ, ամեն ինչը հաջողել եմ։ Թող մեկը գնա խոշորացույցով, գտնի մի հատ դեպք, որ ես արել եմ, ստանձնել եմ պատասխանատվություն ու ձախողել եմ։ Դրա համար հիմա ես մեր քաղաքացիներին խնդրում եմ, ասում եմ ժողովուրդ ջան, մենք առաջարկում ենք այլընտրանք։ Ես ուրիշ մարդ եմ, ես ուրիշ պատմության մասին եմ։ Ես այն պատմության մասին եմ, որ մեր ժողովուրդը պետք է առաջ գնա, զարգանա, այս նախկին ներկաներից, այս արտաքին ուժերի ազդեցության բնագավառներից, բևեռներից, այսի միջերից դուրս գանք, առաջ գնանք եւ միասնական լինենք։ Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը։ Դրա համար եմ ասում, որ ընտրություն կա, այլընտրանքը կա, իրական ծրագրերը կան։